Իհարկե ոչ թե Ադրբեջանը չի էլ պատրաստում լայնամասշտաբ պատերազմ անի քո հետ, որ դու պատրաստ լինես կամ չէ, բայց որ բանակը մեր պատրաստ չի եւ ես նորություն չեմ ասի ինչա կատարում բանակում, այդ ռեֆորմը դուք գիտեք ոնց եք պատկերացնում, ասենք որ տեխնիկան առել եք, ասենք լավ կամերեք ունեք, ամեն ինչ առել եք, կազմաշին ունեք, բայց աշխատողները չկան։ Ճիշտ օգտագործող այդ նոր տեխնիկան չկան։ Դուք համարում եք, որ ձեզ ստուդիա ունեք, լավ, իհարկե ոչ։ Այսինքն նույնն էլ բանակն է։ Հիմա երբ որ մենք ասում ենք ռեֆորմա գնում, ինչ ռեֆորմ եք տեսել, ասենք ինչ են փոխել։ Ինչ են արել, էլի կարակ ասենք տարել են սպաներին կրթել բարձր մակարդակ ապահովել հիմի այդ բարձր մակարդակի վրա նոր կառույց են ստեղծում եւ դրան զենքով ապահովում, թե ինչ նկատի ունեք դուք, հա? Կամ ասենք երեք իրանց անօթաչու սարքերը եւ այլն մեր տարածք են մտնում, թռնում են, այսօր էլ նույնը անում են։ Ինչ եք փոխել, էլի ուզում եմ հասկանամ դուք, երբ որ ռեֆորմ եք ասում, ինչի մասին եք խոսում։ Ժողովուրդ, ոչ մի բան չեն արել, ես չեմ ուզում անընդհատ խոսեմ, որովհետեւ ես որ խոսում եմ գործող իշխանությունը կամ նրան սատելիտները բանը լավ չեն ընկալում, լավ չեն հասկանում եւ լավ չեն ընդունում, հետո ճշմարտությունը վատա էլի դառնա։ Ոչ բան չեն անում, չեն էլ կարա։ Պետք է ասել, որքան էլ դառնա։ Չէ, մակարդակ չկա, այդ մակարդակը, որը որ պիտի այդ բարձունքի վրա բանակը կառուցվի, այդ սպայական կազմը, այդ մասնագետները չկան։ Եվ իրանց ոչ մեկ չի պատրաստում։ Այն դիլետանտն է, որ կուղարկենք Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, բան, թվացյալ բոլորիդ, որ դեղ խելոքներն են։ Այդ տեսնում եք Ուկրաինա, Ռուսաստան, խի են դες կռվում։ Հրթիռ, բեսպիլոտնիկա, բանա, սպայական կազմի մակարդակը զորական է։ Եվ ամբողջ Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Այո, եւ ամբողջ արևմուտքն անդեղ եւ էլի չի կարող, որ դեղ տես չի։ Չեմ ուզում շատ խոր ուրիշների մասին կարծիք արտահայտեմ, ես նայում եմ մասնագետի աչքերով այն դաշտերը սաղ վարել են սնարյադով, հրթիռով, բայց առաջխաղացում դանդաղ չկա կամ հա դա խոսում է որ ստրատեգիցկի վերլուծություն, ռազմավարություն, համագործակցություն, օդը, հետախուզությունը բոլորը միասին չեն աշխատում կամ մի շարք այլ խնդիրներ կա, որ տակտիկան պետք է փոխվի, իրանք օրեկան տանկ են ռեմոնտ անում, ԲՄՊ եւ այլ տեխնիկա տանում առաջի գից խփում է հետ բերում բան, մի խոսքով դա մի այլ խնդիր է, պետք է ամբողջը հետևակը անի, հետևակի օդը պաշտպանվի։ Նայեք, այսօր ռուսական կողմը չի կարող Ուկրաինայի օդը մտնի, ասենք իր ինքնաթիռները բան դժվար է, չեն կարող, խփվում են, բայց խոսում են հրթիռային համակարգ ունեն, որ 2000 կիլոմետր խփում է, որ կարող օդանավի վրա գախի ու հեռվից իր սաղ հակաօդային կոորդինացման աշխատանքներ բան, ես համարում եմ զրոյականի վրա է, ինչ որ ես տեսնում եմ, եւ մենոնք էլ նույն ձևի են հնուց եկած, տենց մթամդեղ միտեղ Ֆրանսիայում կամ միտեղ սովորացնում են։ Ոչ միտեղ ոչ մեկը ոչ մի բան չի սովորացնում, ոչ մի բան չկա, դիլետանտություն է ու իրանք է շարունակում են տենց բայելը, քեզանից լավ քեզ ոչ մեկը չի սովորացնելու։